Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 1-ն է։ Այսօրվա մեր հաղորդման հիմնական թեման Իրանն է, Հայաստանից էլ ունենք ինչ խոսենք, ես զգուշացրել եմ, որ մի քանի օրով եթերում չեմ լինելու, տեղում չեմ լինելու, եթե շատ կարևոր հարցեր լինեն, հեռախոսով կփորձենք միանալ եւ միասին քննարկել, բայց առնվազն 4-5 օր ահա այս ֆորմատով հաղորդումներ ամենայն հավանականությամբ չենք ունենալու։ Եվ հաշվի առնելով դա, որոշեցի այսօրվա հաղորդումը ձեզ համար պատրաստել նվիրված հիմնականում Իրանին, քանի որ իմ պատկերացմամբ Իրանի շուրջ շատ է իրավիճակը լարվում եւ այսօր կամ վաղը կարող է տեղի ունենա այնպիսի մի դեպք չասենք, ավելի այնպիսի իրադարձություններ կարող է տեղի ունենան Իրանում, որոնք որ շատ լուրջ ձևով կտարբերվեն նախորդ բոլոր պատերազմներից։ Շատ կարևոր տեղեկություն ենք ստանում մենք CBS News-ից, ինչ է պատրաստում անել Իսրայելը եւ ինչ է պատրաստում անել Միացյալ Նահանգները, Ուկրաինայից էլ նույնպես կարևոր տեղեկություններ կան, լուրջ հերթիրային եւ դրոնային հարվածներ հասցրել Ռուսաստանը Ուկրաինային կամ բազմաթիվ զոհեր Ուկրաինայում ընդհանուր առմամբ շատ աղետալի իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ուկրաինան այլևս չունի հակաօդային նորմալ պաշտպանություն, շատ քիչ հրթիռներ ունի Patriot համակարգի, եթե ընդհանրապես ունի այդ մասին հայտարարել է Զելենսկին, ասելով որ բազմաթիվ բալիստիկ հրթիռներից ընդամենը մեկն են կարողացել խոցել ուկրաինացիները ռուսական։ Այս հարցը նույնպես կքննարկենք։ Հայաստանով սկսենք, ընդհանուր մի կարճ վերլուծություն անեմ, քանի որ մենք մի քանի օր եթերում չենք լինելու, մի քանի օր է ես ակտիվ այս հարցին անդրադառնում եմ, որ Հայաստանի շուրջ հիմա կրկին Ռուսաստանը լարվածություն է հրահրում, կրքեր է բորբոքում եւ այդ ամենը չեմ կարող ասել, որ կոնկրետ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ, նույնիսկ առաջ, քանի որ Ռոսսելխոզնadzորը սկսեց ինչ-որ գործողություններ կրկին կիրառել Հայաստանի դեմ, պատժամիջոցներ, նրանց հետո այդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ, Պուտին-Փաշինյան եւ հստակ երևում է, որ գնալով լարվածությունը ավելանում է հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Փաշինյանն էլ ավելի կտրուկ սկսեց արտահայտվել գործնականում, ճիշտ է ոչ ընդհանուր առմամբ դերևս շատ սուր չէ, բայց երբ որ ասում եմ կտրուկ գործնական արտաքին քաղաքականությանը վերաբերվող շատ ավելի կոնկրետ հայտարարություններ հնչեցրեց Փաշինյանը, բայց նույն ժամանակ բավականին դիվանագիտական ճկուն ոճով։ Հայաստանից սա է հիմնականում եւ ես սպասում եմ, որ լարվածությունը ցավոք սրտի գնալով աճ է գրանցելու։ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ընտրություններից հետո հանդիպել է Միշուստինի հետ եւ այդտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները, որի մասին ակնարկում էր ահա այս վերջի ասուլիսից մեկ ասուլիս առաջ, այդ ժամանակ եթե հիշում եք, կարծես արձակուրդ մեկնելուց առաջ էր Փաշինյանը ասում էր, որ Միշուստինի հետ պայմանավորվածություններ են եղել եւ ինքը չի ցանկանում խոսել, եթե կոնկրետ այդ ամենը տեղի ունենա, արդեն բոլորը կտեսնեն կհամոզեն եւ մենք տեսանք դրա հակառակը։ Իրականում մեզ համար պարզ էր ամեն ինչ։ Այդ ժամանակ էլ ես խոսում էի, մենք տեսանք դրա հակառակը, դրան արդեն հետևեց հեռախոսազանգը, հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, դրան հետևեցին նոր հայտարարությունները Ռուսաստանի Դաշնությունից եւ գրեթե ամեն օրվա ռեժիմով հայտարարությունները, թե արտաքին հետախուզության, թե ԱՊԿ-ի ներկայացուցիչի հայտարարությունը Ռուսաստանի մասով, այսինքն Հայաստանի հետ կապված ահա սա է իրականությունը, այն իրավիճակը, որը որ մենք ունենք։ Հիմա կարծում եմ կարևոր է կենտրոնանալ Ուկրաինայի հարցի վրա եւ Իրանի, քանի որ Հայաստանից ահա այդ կաններ։ Անպայման բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, լայքեք եւ սկսում ենք մեր հաղորդման հիմնական թեմաներին անդրադառնալը։
Առաջին հաղորդագրությունը Ուկրաինայից այն էր, որ Կիևին շատ լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի Դաշնությունը, կա 9 զոհ, 27-ը վիրավոր, այդ վիրավորների շարքում կան երեխաներ։ Հետո մենք տեղեկացանք արդեն Զելենսկիից, որ 27-ը բալիստիկ հրթիռներով հարված է հասցվել Ուկրաինային, հատկապես Կիևին, եւ միայն մեկ հրթիռ կարողացել է Ուկրաինան խոցել։ Եվ Զելենսկին շատ հստակ ասում է, որ սա Patriot համակարգերի պակասի խնդիր է, որ այդպիսի աղետալի իրավիճակ է ձևավորվել Ուկրաինա։ Ընդհանուր առմամբ Զելենսկին մեզ տեղեկացնում է, որ 35 հրթիռ է արձակել Ռուսաստանի Դաշնությունը այսօր, եւ դրանցից 27-ն է եղել բալիստիկ։ Դրանից բացի 185 դրոններ է արձակել Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև զեկուցում է, որ բազմաթիվ նավերի է հարվածում ուկրաինական Սև ծովում, բայց մենք այսօր ունենք նաև այլ հայտարարություն նույն Զելենսկիի կողմից, որ Ուկրաինան կարողացել է հարված հասցնել Սև եւ Ազովի ծովում տարբեր նավերի եւ խոցված նավերի շարքում է Յանինա կոնտեյներային նավը, որը ուներ ավելի քան 100,000 տոննա բեռնատարություն։ Այդ է հատուկ նշվում է նավի մասին, ուրեմն չափազանց կարևոր նավի է կարողացել հարված հասցնել Ուկրաինան։ Դրանից բացի այսօր ուկրաինական դրոնների հարվածի թիրախում է եղել Ուֆան, որը որ գտնվում է Ուկրաինայի սահմանից 1350 կիլոմետր հեռավորության վրա։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ հեռավորության վրա են արդեն աշխատում ուկրաինական դրոնները, եւ 3 նեֆտեբազաներից նավթ ավելի ճիշտ վերամշակման գործարաններից մեկն է խոցել Ուկրաինան այսօր։ Դրանից բացի մենք տեղեկանում ենք, որ վերջին օրերի հարվածների հետևանքով Ռուսաստանում, հատկապես Ռուսաստանի որոշ շրջաններում, կարծես Վոլգոգրադներ, արդեն կրկին սկսվում են բենզինի հետ կապված, վառելիքի հետ կապված հերթերը։ Եթե մի պահ Ուկրաինան կենտրոնացավ Վալդբերիս ընկերության վրա, հիմա կրկին կարծես վերադառնում է հարվածների նավթային օբյեկտների։ Եվ սա էլ կարծում եմ Ուկրաինան հատուկ է այստեղ կիրառում իր ստրատեգիան, որ փորձում են նախ հարվածներ հասան, հետո մի պահ դադարեցնում են այդ հարվածները նավթային օբյեկտների վրա, անցնում է մոտ 1 ամիս եւ հետո կրկին ակտիվացնում են իրենց հարվածները կրկին նավթի վերամշակման գործարանների վրա, որպեսզի ժողովրդի հոգեբանությանը վրա այլ կերպ փորձեն ազդել։ Հիմա խոսենք, թե ինչ կա Մերձավոր Արևելքում։ Մեր հիմնական եւ կարևոր թեման Մերձավոր Արևելքն է։ CBS News-ը շատ կարևոր տեղեկություններ է մեզ հայտնում, որ արդեն այս շաբաթ կիրակի օրերը, այսինքն այսօր եւ վաղը, եւ կարծում եմ ամենայն հավանականությամբ վաղվա մասին է խոսքը, կարող է Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարվածեն Իրանի էներգետիկ համակարգին եւ նավթ վերամշակման համակարգին։ Նման հարվածներ նախկինում չէին եղել։ Թեթև էր նման ակնարկային հարված հասցրել Իսրայելը նախորդ պատերազմի ժամանակ, Միացյալ Նահանգները եւս վերջերս նման շատ թեթև կրկին ակնարկային հարված էին անում փաստացի Իրանին, որը մենք կարող ենք այդպիսի հարված հասնել, եթե դուք չպայմանավորվեք, իսկ հիմա ըստ CBS News-ի կարող է ընդամենը 1 օրվա մեջ փորձեն գրոհել բոլոր էներգետիկ համակարգի վրա Իրանի եւ շարքից հանեն ամբողջ էներգետիկ համակարգը։ Հիշում եք, Թրամփը խոսում էր այն մասին, որ Իրանը կարող է ուղարկեն քարեդար։ Շատ լուրջ ակտիվություն է գրանցվում Իսրայելի շուրջ։ Այս մասին արդեն մենք կարծես 2 շաբաթ է տեղեկացնում ենք, Միացյալ Նահանգները ահռելի ուժեր է կենտրոնացրել եւ դրա համար CBS-ի տեղեկությունները չափազանց կարեւոր են։ Ես նաեւ փորձեցի այլ մանրամասներ գտնել արհեստական բանականության միջոցով եւ հիմա միասին լսենք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մի շարք այլ լրատվամիջոցներ իսկապես հրապարակել են այս տեղեկությունը։
Համաձայն ԱՄՆ պաշտոնական աղբյուրների ԱՄՆ-ն եւ Իսրայելը ծրագրում են լայնամասշտաբ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ համակարգին, ահա հրապարակված զեկույցի հիմնական մանրամասները։ Գլխավոր մանրամասներ։ Հավանական թիրախներ։ Գլխավոր թիրախներն են Իրանի նավթավերամշակման գործարանները եւ էլեկտրակայանները։ Բացի այդ, ըստ աղբյուրների, քննարկվել է նաև Թեհրանի էլեկտրամատակարարման ամբողջական անջատման տարբերակը, ժամանակացույց եւ ֆինանսական գործոն։ Ամերիկյան պաշտոնյաները հակված են ռազմական գործողությունն ավարտել մինչև երկուշաբթի օրը ֆինանսական շուկաների բացվելը։ Սա արվում է ԱՄՆ-ի եւ համաշխարհային տնտեսության վրա նավթի գների հնարավոր տատանումների բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով։ Վերջնական որոշում դեռ չկա։ Չնայած նախապատրաստական աշխատանքներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի տվել հարվածներ հասցնելու վերջնական հրամանը։ Քեմփ Դեվիդում կայացած հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ Իրանին շատ ուժեղ հարվածելու է։ Իսրայելի դերը։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների Իսրայելը տեղեկացված է եւ համակարգում է իր գործողությունները Վաշինգտոնի հետ, սակայն Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը CBS-ին հայտնել է, որ իրենք տեղյակ չեն լիարժեք ռազմական գործողություններ վերսկսելու որոշման մասին, ԱՄՆ-ից նման խնդրանք չեն ստացել։ Իրանի արձագանքը։ Իրանական կողմն արդեն արձագանքել է լուրերին, 19 լրատվական գործակալությունը վկայակոչելով անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Թեհրանը մշակել է պատասխան գործողությունների համապարփակ ծրագիր։ Այն կարող է ներառել հակահարվածներ Իսրայելի կարևորագույն ենթակառուցվածքներին եւ ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին Մերձավոր Արևելքում։ Իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված, եւ Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը լիովին պատրաստ են կատարել նախագահի ցանկացած հրաման։ Ես կարող եմ ավելացնել, ինչը չասած, արհեստական բանականությունը, որ Իրանից արդեն հնչում են նաև այլ տեսակի հայտարարություններ, ասում են, եթե Միացյալ Նահանգները շարունակեն ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի, մենք կարող ենք հարվածել Մերձավոր Արևելքի երկրների էներգետիկ համակարգին եւ ամբողջ տարածաշրջանը կուղարկենք քարեդար։ Կոնկրետ այս հրապարակմանը չի նշվում, որ իրենք արձագանքում են CBS News-ի այս հրապարակմանը, բայց այդտեղ հստակ է ասվում, որ եթե Միացյալ Նահանգները շարունակեն պատերազմը, եւ ես պատահական չեմ համարում այդ հայտարարությունը Իրանի կողմից։ Սա մեկ։ Հաջորդը, ես տեսա համացանցում նաեւ մի տեղեկություն, որը որ դերևս ոչ ոք կարծես թե չի հաստատում, բայց կան տվյալներ, որ Բենյամին Նեթանյահուն եւ Թրամփը քննարկել են այդ մասին, որ Իրանին փորձելու են վերցնել ոչ միայն ծովային շրջափակման մեջ, այլ նաև ցամաքային։ Հա, սա շատ լուրջ խնդիր է մեր համար, քանի որ Հայաստանը նույնպես Իրանի հետ ցամաքային կապ ունի եւ շատ լուրջ պատժամիջոցներ կարող է պատրաստեն այն երկրների համար, որոնք որ ցամաքային կապը կպաշտպանեն Իրանի հետ։ Այստեղ իրոք շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվենք նաև մենք։ Եվ որպեսզի ամբողջական լինի պատկերացումը, Իրանը հիմա ակտիվացնում է Հայաստանի հետ ցամաքային կապը, ամրապնդում է ցամաքային կապը Հայաստանի հետ, եւ դրանից բացի խոսում է կոնկրետ արդեն պայմանավորվածությունները կան, երեք է ես այս մասին խոսում, նախարար Խուդատյանի այցը Իրան եւ հետո Իրանի փոխարտգործ նախարարի այցը Հայաստան, հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ, այդ պայմանավորվածությունների կարծես արդեն վերջին փուլն են, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարելու ավելիով Իրանին, իսկ Իրանը ավելիով գազ Հայաստանին նույն գազատարի միջոցով։ Սա եւս կարծում այս ամենի հետ կապ ունի։ Իրանը պատրաստվում է այն սցենարին, որ կարող է լուրջ խնդիրներ ունենա էներգետիկ համակարգի հետ, եւ Հայաստանով ինչ որ չափով կարողանա բավարարել իր էներգետիկ պաշարները էլեկտրականության մասով, ինչ որ չափով։ Բայց եթե կա այդպիսի որոշում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, դա լուրջ խնդիրներ է ստեղծում մեր համար։ Նաեւ պետք է հիշենք սենատոր Լինսի Գրեմի այդ պատժամիջոցները Ռուսաստանի մասով, որը որ հիմա թե չեմ սխալվում երկրորդ ընթերցմամբ է անցնում Միացյալ Նահանգներում, եթե վերջնական այդ պատժամիջոցները ընդունեն, Թրամփը առաջարկում է, որ այդտեղ պետք է ներառել նաեւ Իրանը։ Ահա սա է հիմնականում այն, ինչ ունենք մենք հիմա Իրանի շուրջ։ Այստեղ մեկ կարևոր ավելացում։ Քիչ առաջ է ստացա տեղեկություն, որ Միացյալ Նահանգների
դեսպանատունը մերձավոր արևելքի երկրներում կոչ է արել իրենց քաղաքացիներին անհապաղ եւ շատ արագ լքել այդ երկրները։ Այդ երկրներն են Օմանը, Իրաքը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը, նույնիսկ Իսրայելը, Հորդանանը, նույնիսկ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բախրեյնը եւ Քուվեյթը։ Պատկերացնում եք ինչ մասշտաբի մասի է խոսքը, ինչ շատ երկրներ են ներգրավվելու այս ռազմական գործողությունների մեջ։ Կրկնեմ, այն նախորդ ռազմական գործողությունները շատ ավելի թեթև եւ շատ ավելի փոքր ռազմական գործողություններ կերևան, եթե իրոք Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այդպիսի հարվածներ հասցնեն Իրանին։ Եվ ես կարծում եմ, որ դրանից հետո կարող է միանգամից կամ դրանից հետո կամ նույնիսկ զուգահեռաբար սկսվել ցամաքային հարձակումը Իրանի վրա։ Բայց քանի դեռ ոչինչ չի սկսվել, ընդհանրապես հուսանք, որ այդ հարաբերակումները ուղղակի լրացուցիչ ճնշումներ գործադրելու միջոց են Իրանի վրա, քանի որ Թրամփը նաև հայտարարում է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ, սպառված չէ, դեռ կա հնարավորություն բանակցությունների միջոցով հասնել պայմանավորվածությունների։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, ամենայն հավանականությամբ կհանդիպենք մի քանի օրից։